կարող է ստում եմ բնականաբար իմ պաշտպանական տակտիկայի մեջ կարող է ստում եմ թող դա պարզ է իրավաբանները բայց ոնց կարելի է ասել որ Պարոն Աղազարյան, դուք ճիշտ չեք ասում, որովհետև ձեր հեռախոսը, Սլավիկ Պողոսյանի հեռախոսը եւ Աշոտի Կամովոսյանի հեռախոսը գտնվել են նույն ալեվակի տակ։ Ասենք դուք հասկանում եք դա ինչ, դուք լրագրողներ եք, երևի թե ձեր համար ֆիզիկայի ոլորտները մի քիչ կարող պատետքա մոտիկ չեն, բայց պատկերացրեք, էլի ասեք հիմա։ Հիմա 10 մետր, 20 մետր ենկոմ մարդը նույն ալեվակի տակ է, անարժանավատ է։ Եվ այդ վակումը, օգոստոսի 8-ից մինչև 11-ը տեղի ունեցած այդ բուրըն այսպես կոչված հեռախոսազանգերի այդ կրքերով հանդիպումները եւ այլ ու դրանից մինչև ամսի 28-ը վակումը երբ որ տեղի ունեցել 28-ին տեղի ունեցել այդ ներքին դիտումը տեղի ունեցել որտեղ Սլավիկ Կարապետյանը Սլավիկ Պողոսյանին ըստ էության ասում է ախպեր փողերը սուրը ես ինչ կապ ունեմ իրանց հետ մեկը մեկին եւ այն երկրորդ Աշոտի գոյությունը որ ես գիտեմ դուք կարող եք հասկանալ բայց ես գիտեմ չէ դրանք հիմքան տալիս ինձ ենթադրելու որ սա հապ շտաբ ընդ որում Այս գլխավոր դատախազը պաշտոնյաների անուններ չտվեց բայց ասեց ինչ որ գրություններ եք ուղարկել պաշտոնյաների բարձրաստիճան պաշտոնյաների հետ եք խոսել բայց ըստ էության որևէ անուն չտվեց նախ այդպիսի բան եղել է այս թեմայով ինչ որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ խոսքություն եղել է Չեմ տա հալա ճանապարհ շատ եմ փակելու հալա սպասի դու հալա Բանը գրությունները տեսեք պարոն Թունյանը խոսա չէ դա մեջ բա մենք ոնց շփվենք պաշտոնյաների հետ բա մենք ոնց քաղաքացիների հարցերին պատասխանենք լինում է որ գրություն են գրում որպեսզի պաշտոնական պատասխան ունենան կարևոր հարցեր եթե թեթև հարցը բարձրացնելու համար կարող զանգենք եւ ճշտենք այդ հարցը ոնց է ուրիշ ձև կա ինձ ժամը 12-ին զանգում են ես պատասխանում եմ ինձ ժամը 12-ին զանգում են հայհոյում են ես պատասխանում եմ հայհոյանքով բնականաբար զանգում են բան են ասում ես պատասխանում եմ լրագրողները քանի ժամը քանի ինձ զանգ ես պատասխանում եմ մարդիկ ինձ ես որ կանգնում եմ կարտոշկի օրինակներ բերեմ սա խնդիրությունը կթաղեմ այդ օրինակների տակ ինչքան բան եմ արել ես Բայց ինտիմությունը այսօր պաշտպանում է Պաշտպանելով շահարկում էր, պաշտպանում էր, բայց շահարկում էր։ Պարոն Աղազարյան, չեք շահարկում էր, ես ինչ եմ ուզում ասել, ես ուզում ասել, որ ինձ ասում են, պարոն Աղազարյան, դուք ինչու այն ժամանակ չէիք խոսում, ինչու չէիք ասում, որ սենսա, ես արել եմ, ես չեմ խոսացել, ես համեստ լուրջ արել եմ իմ աշխատանքը, հարյուրավոր մարդկանց կբերեմ քշարեմ ստե, որ ինչ օգնություններ եմ ցույց տվել, հարյուրավոր մարդկանց կբերեմ կանգնացել, թե ինչ հարցեր եմ լուծել, հարյուրավոր տեղեր կտարեմ, թե կասեմ, ինչ եմ հետևաբար, Սա Պարոն Փինյան ինչպես ասեց, սա իմ բաց լինելու հանգամանքն է։ Միակ մեկ պարոն Վարչապետը նույնիսկ ասեց, պարոն Աղազարյան, դուք պատգամավոր եք եւ էլի բոլորին հասանելի է։ Պարոն Աղազարյան, չեք փոշմանում Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ին պաշտպանելու համար հաշվի առնելով նաեւ թե այսօր ինչպես կվաստակվի։ Ոչ, Կիլիկյան իմ հայրենիքը ես չեմ համարում։ Եվ ես քիչ եմ համարում Կիլիկյան իմ հայրենիքը, որ այսօրվա ուժեղ տղերքը չվախենան Նիկոլ Փաշինյանից եւ հեռանան ուրիշ երկրներում Կիլիկիա ստեղծեն, թող իրաց հայրենիքին տերել են։ Եսတော့չեմ ամրել իմ հայրենիքը Կիլիկիան, ինչ կարծեմ, կարող սխալվում եմ։ Եվ հիմա ասեք։ Ասում են հարցը նրա մասին էր, որ դուք չեք փոխանում այս թիմի պաշտպանելու համար, ովքեր այսօր ձեզ այսպես նվաստացնում են։ Ինչով է նվաստացնում։ Դե ասեցին ձեզ տաշեղ եք։ Որտե օրինակ բերես Հայկ Կոնջորյան օրինակ ես իր պակաս չպատասխանեցի։ Հայկ Կոնջորյանը թեւավոր օրինակ բերես, նաեւ վիրավորելով իհարկե բնականաբար, բայց դե պատասխանը ստացա։ Իր խոսքերը ես ասում եմ, չէ, ասեցի ելույթում, որ եթե դնենք ձեր ելույթը եւ լույսը ուղղենք, որպեսզի ստվեր առաջանա, ստվեր չի առաջանում, դատարկություն է մեջը։ Հիմա ասենք պաշտպանել եք թիմը, ես չեմ պաշտպանել թիմը, ես այդ թիմի անդամ եմ եղել։ Եվ այդ թիմի անդամ եմ եղել եւ ամեն ինչին ես պատասխանատու եմ եւ կրում եմ այդ ամեն ինչը։ Իրանք փախած էին, երբ որ ես ասում եի Քյաբաջարը Հայաստանը չի եղել, որպեսզի ժողովրդին դուխ տամ, իրանք փախած էին։ Պարոն Աղազարյան ասում է Բոլորը, այո։ Չէ, պարոն Աղազարյան, ովքեր։ Ես Պարոն Աղազարյան բոլորը վայ։ Համացի չեք գո։ Ոսպետ Ովքեր այստեղ ներկա գտնվողները ազգային ժողովի։ Պարոն Աղազարյան ասում են, որ դեռ որոշում չունեն ինչպես են քննարկելու։ Կարծում եք, որ իսկապես չունեն որոշում, դեռ պետք է դատախազի ելույթից հետո էլ եզրակացություն անեն, նոր քննարկել, թե Որտեղ համար կներեք, ձեր արտաքին ասեք, որ դուք նայում եք այս ամեն ինչը որ տեսակ եւ այլ, որ դուք լինեիք պատգամավոր, ո՞նց կքննարկեիք, կներեք, էլի տպավորությունը ո՞նց է, ասեք, կարողացա ես պաշտպանվել մյուսները, կամ մյուսները ելույթները ամեն դեպքում քպարկանների ելույթների մեջ Արման Եղոյանը բակին կային չէ հարցեր, բայց հարցերի էությունն է կարևոր, որ հարցերն ասում են, որ
Այն հիմնավոր կասկածը կա արդյոք, որ մենք այս քայլին դիմենք, բայց դա Բարտովիկ Միլասյանը շատ ճիշտ ասեց։ Հաջորդ քայլը տանելու ապարդապար դատարան եւ իր մանդատից զրկել։ Հա, բայց ես չեմ հրաժարվում, չեմ մանդատ, ես դեմ քվեարկեն որոշները։ Ես չեմ կարող ասել։ Պարոն Աղազյան, Դե բացատրակ չունեմ ինֆորմացիա, հարցը։ Գրեթե 2 օր է բոլորս հետևում ենք լարված մթնոլորտը։ Ի վերջո էլի ձեր հոգու խորքում դուք հասկացաք որտեղ դուք սխալվեցիք եւ ձեր խղճի առաջ մաքուր եք թե ոչ։ Այո, ես իմ խղճի առաջ մաքուր եմ, ես չեմ սխալվել, ես խղճ չեմ տվել, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է իհարկե, կարող է պատահել եւ ես որտեղ սխալվել որ չեմ զգում, պետք է կողքից ասել, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով ես խղճ չեմ տվել, ես շատ լավ եմ զգում, շատ եղել եմ մի թիմում, որտեղ կան անհատներ, որոնց հետ շփվել եմ միայն ամեն ինչ արժի, իհարկե կան նաև անհատներ, որոնց հետ չարժի նույնիսկ նայել աշխարհին, չէ։ Բայց ես իհարկե բոլոր դեպքերում որևէ փոշմանելու բան չունեմ եւ ես պատրաստ եք կալանավորման։ Դու պատասխանում չեմ միշտ։ Իսկ հոգեպես պատրաստ եք, որ էլ ազգային ժողով չեք գալու։ Այդ ինչ դժվար է։ Ինչու՞։ Սիրում եմ ես։ Պարոն Աղազարյան, այնուհանդերձ իշխում է պատգամավորների Ջան, չեմ լսում ես ինչ հարց եմ տալիս։ Ասա, նա ուղղակի։ Պարոն Աղազարյան, այնուհանդերձ դուք լսելով քվեականների հարցադրումները ուղղված գլխավոր դատախազին ինչ հետևություններ արեցիք, նրանց մոտ այնուհանդերձ բաց հարցեր մնացին եւ դա կանդրադառնաց ձեզ քվեարկության վրա, թե այնուհանդերձ խմբակցությունը մեկ միասնական որոշում կկայացնի եւ չնայած պատգամավորները, որ վերապահումներ ունեն, կգնան խմբակցության կայացված որոշման։ Եվ ասենք ոչ թե որպես մարդ, որը այսպես կոչված շահագրգռված այս հարցի այս կամ այն երկով, այլ որպես նաև պատգամավոր, որ կողքից նայում եմ միայն Վիլեն Գաբրիելյանի, Արման Եղոյանի եւ Վապկեն Թունյանի ելույթները բավարարել, որ հիմա դատախազը ելնի եզրափակիչի մասին ես հետ եմ։ Միայն այդ երեք ելույթը բավարարել։ Իսկ մնացածը ինչքան է պարոն Կոնջորյանը ճամարտակի աշխարհի բոլոր անեծները թոթափեն իմ գլխին, իմ ընտանիքի գլխին, եթե վարչապետը չի հրահանգել։ Ինչ եկեք կապիկություններ անում։ Եվ ո՞րն է բանը փաստը, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է, դուք այդ թիմից եք եղել, գիտեք նման հարցերին ինչպես են լուծում, թե Փաստը Արման Եղոյանի, Վիլեն Գաբրիելյանի եւ Վապկեն Թունյանի ելույթը։ Դուք երեք Դուք եք լսել։ Դուք եք մարդիկ ասում են ինչ եք անում, ախպեր։ Գոնե խարդախության հոդված դրեք։ Այդ մարդը ինչ լծակ ունի, որ կաշառ վերցնի։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանի կողմից ցուցումներ տրամաբանական կլներ, որ պատգամավորները ձեզ անձեռնմխելիությունից զրկելու թեզ առաջ տանեին, ոչ թե բաց հարցերի վրա ուշադրություն հրավիրեին։ Այս է բացատրում նրանով, որ ես տաշել չեմ։ Մարդիկա, որ ինձ հարգում են եւ ընդունում են։ Երեք հնարավորություն ունեցաք Նիկոլ Փաշինյանի հետ օրինակ այս թեմաները քննարկել պարոն Ես Աղազարյան։ չու։ Ինչի ամեն ինչ ավարտված է Ձեր Աղազարյանի դե ձեր հարցերին չեն պատասխանում։ Հարցեր կա որ պատասխան չեն պահանջում։ Նախարարները Հարցեր կա որ ներողություն, հարցեր կա որ պատասխան չեն պահանջում։ Հարցեր կա որ հնչում են որպեսզի դուք լսեք, թե ինչ են ասում, որ դրա վրա արդեն դուք բան անեք։ Այսպես կոչված ժողովրդին տեղեկացնեք, թե ինչ են ուզում ասել պարոն Աղազարյանը։ Երբ որ ասես գնացեք ձեր ոչ թե ձեր, այլ Նիկոլ Չէ, մի րոպե, ես չասեցի ձեր, ես ասեցի գնացեք եւ Նիկոլ Փաշինյանի գրքի երկրագործումը ես այն հատվածը որ ես ցիտել եմ խմբակցության ժամանակ կարդացեք նորից։ Ասեք այդ բան չէ։ Ես այդ գիրքը կարդացել եմ, բայց այդ հատվածը Առանձին ասեմ, ասես չեմ ասել, առանձին ասեմ դա իժը։ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ խոսելու բան չունեք պարոն Աղազարյան քննարկելու։ Կամ ասելիք Չէ, ասենք բանը ես ասում եմ որ խոսելը ոնց է լինում, բայց խոսելը չի, որ ասում եք ավտորիտար ես դառնում, որովհետեւ ԲԴԽ-ի նախագահին ասես sense. Մի դար ավտորիտարիզմը վատ բան է։ Դա ավտորիտար, որ պարոն Կոնջորյանը ավտորիտարիզմը եւ բռնապետությունը ես եմ սխալական թարսու շտակարես։ Հետո կդառնա բռնապետ։ Աստված չարի։ Հիմա ես իմ համեստ անձով պիտի ամեն ինչ անեմ, որ դա տեղի չունենա։ Որ ինքը չվերարտադրվի, որովհետև ինքը արդեն է ճանապարհին։ Պարզապես երբ որ դուք ավտորիտարիզմի դեմ պայքարող եք, պարոն Աղազարյան, երբ որ այստեղ օրինակ լրագրողների համար միջանցքներ էին փակվում, որ ձեզ քպական պատգամավորներից այն ժամանակ հասանելիություն չունենանք եւ անհարմար հարցեր չտայինք, այդ ժամանակ պետք է վեր կենայիք եւ քննադատեիք այս իշխանության ոչ ժողովրդավար մոտեցումները։
Жизнь невозможно повернуть назад, и время ни на миг не остановишь. Մենք ես ասում եմ։ Սա ալմն չի, բան աղազարյան։ Ջանը։ Սա ալմն չի։ Արեք ջան, ես լինելով քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ, լինելով իշխող ուժի անդամ, ես ավելի շատ բան եմ արել ձեր շահերը պաշտպանելու իմաստով, հասարակ քաղաքացու շահերը պաշտպանելու իմաստով, պետությանը սխալվելու իրավունքով նախ, պետությանը օգտակար լինելու իմաստով, քան երկու ընդդիմադիր խմբակցությունները եւ մեր խմբակցության պատգամավորների կեսը միասին վերցրել։ Փաստորեն հիմա դուք որ գնաք ձեր ընկերի կմնա մենակ, հա, պարոն Ասլանյանը։ Օրենսներն չի մնա, իմ տղերք իրար կողքին են։ Բայց ինչի կմնա մենակ, պարոն Ստանովիչ ինքն իր հետ է։ Շնորհակալ։ Վարդան